Սիրելի փոքրիկներ, Բարև ձեզ մեր շատ սիրելի երեխաներ։ հեքիաթի սենյակից ձեզ են ողջունում Արևիկը եւ Լիլիթը։ Այո, սիրելի փոքրիկներ, ինչպես միշտ, սիրելի փոքրիկներ, մենք պարբերաբար ձեզ համար պատրաստում ենք շատ հետաքրքիր հեքիաթներ, տարբեր ժողովուրդների, ինչպես նաև արտասահմանյան հեղինակների, բայց այս անգամ մենք անդրադառնում ենք մեր շատ սիրելի հայ հեղինակներից մեկին, Ավետիք Իսահակյանին, նրա հեքիաթներից մեկին։ Դուք արդեն ծանոթ եք նրա երկու հեքիաթին, հեքիաթի սենյակի միջոցով։ Հիշում ես Արև, որ հեքիաթներն էին։ Քո սիրած, քո ամենասիրելի հեքիաթը։ Արևի մոտ։ Մոտ, այո։ Եվ ամենակարևոր, ամենապիտանի բանը։ Երկուսն էլ շատ հետաքրքիր Եվ այսօրվա հեքիաթը Արևի մոտի նման է։ Այո, շատ խորիմաստ, հետաքրքիր եւ մի փոքր տխուր։ Բայց վերջաբանը շատ լավն է, այնպես որ սիրելի փոքրիկներ չհեռանաք էկրաններից, բայց մինչ կսկսենք կարդալ, պետք է ձեզ ծանոթացնենք մեր Հյուրի հետ։ Այսօր մեր հյուրն է փոքրիկ Իդան։ ողջույն Իդա։ Ինչպե՞ս ես։ Լավ։ Շատ ուրախ ենք, որ դու այսօր հեքիաթի սենյակի հյուրն ես։ Դու դիտում ես մեր ծրագրերը։ Այո։ Քեզ դուր են գալիս մեր հեքիաթները։ Այո։ Իսկ առհասարակ ընթերցում ես հեքիաթներ շատ։ Այո։ Օրինակ որ հեքիաթն ես ամենաշատը սիրում։ Փոքրիկ Իդայի ծաղիկները։ Որը։ Փոքրիկ Իդայի ծաղիկները։ Ծաղիկները, Իդայի ծաղիկները, փոքրիկ Իդայի քո ծաղիկները։ ստեղծագործությունն է, թե այդպիսի հեքիաթ կա։ Այդպիսի հեքիաթ կա։ Իսկ ով է գրել։ Հանց Քրիստիան Անդերսեն։ Հա, Անդերսեն, մենք բազմիցս ներկայացրել ենք Անդերսենի հեքիաթները, բայց այդ հեքիաթը մենք ոնց որ ծանոթ չենք, Արևիկ։ Ամոթ մեզ, մենք կաշխատենք ձեզ ներկայացնել այդ հեքիաթը եւս, քանի որ Իդան հավանել է, ուրեմն դա հաստատ լավ հեքիաթ է։ Մենք ներկայացրել ենք բազմիցս, որ Անդերսենը շատ տարօրինակություններ է ունեցել։ Իդա, հիշում ես Արևիկ։ Լավ, այդ մասին կխոսենք հետագա մեր ծրագրերում, երբ որ կարդանք Անդերսեն։ Եվ այսօր, ինչպես լսեցիք, մենք ընտրել ենք Ավետիք Իսահակյանի հեքիաթներից մեկը։ Իսկ այլ հեքիաթագիր կա, որ սիրում ես բացի Անդերսենից։ Այսինքն այդ հեքիաթից բացի կան հայկական հեքիաթներ։ Ոչ, օրինակ Կոչատաղվեսը չես սիրում։ Կամ Կիկոս սիրում ես, չէ։ Իդա իսկ դպրոցից էլ մի փոքր խոսիր, լավ ես սովորում։ Այո։ Գերազանցիկ ես։ Դա այդքան էլ կարևոր չի, կարևորը կամքն է լավ սովորելու, թե չէ գնահատականները կարևոր չեն։ Սիրելի առարկա ունես դպրոցում։ Այո։ Որն է։ Մադերին ու մաթեմատիկան։ Մաթեմատիկան կեցես։ Իսկ չսիրելի։ Անգլերենը։ Օտար Ես լեզու։ անընդհատ նշում եմ, որ օտար լեզուները պետք է սիրել, անպայման, ինչպես ասում են, ինչքան լեզու գիտես, Այդքան մարդ ես։ Դա շատ ճիշտ արտահայտություն է։ Ես մեկ մարդ եմ։ Չէ, Արևի, կարծում եմ, երբ որ դու մեծանաս, մի քանի Լավ։ լեզվի կտիրապետես։ 3 մարդ եմ ես։ Այո։ Իդա ինչ որ բան ունես ասելու քո մասին, ուզում ես պատմել, ինչ խմբակներ ես հաճախում։ Այո։ Ես հաճախում եմ բարի եւ լովի։ Եվ իսկ որն է ավելի լավ։ Պարը թե լողը։ Լովին ավելի լավ։ Ավելի շատ ես սիրում։ Իսկ ազատ ժամանակ ինչով ես բակում։ Նկարչությամբ։ Ահա, տեսնում ես, մեր գրեթե բոլոր հյուրերը սիրում են նկարել։ Կարող ես գալ Մենք գտնվում ենք այս գեղեցիկ այո, այս գեղեցիկ ստուդիոն, շատ այդպես երեխաներին ոնց որ տրամադրում էլ գեղեցիկ նկարներ ստեղծել։ Այո, ստեղծում են Ես գեղեցիկ նկարչությանն եմ գնում ուղղակի դպրոցում։ դպրոցում։ Դե կարևորը որ զբաղվում ես քո սիրած գործով։ Մենք հիշեցնենք Արևիկ, որ այս ընթացքում մեզ հետ լինելու է Դանելյան Art Studio-ի սան Հասմիկը, ով կպատկերի նախընտրած հերոսին կամ հերոսներին։ Այստեղ կարծում եմ մեկ հերոս է, վստահ եմ, որ նրան էլ Մեկ պատկերելու է։ Այո։ Արևիկ, ուզում եմ նաև չմոռանանք շնորհակալություն հայտնել Կլուբ Կապիտալին, որի շնորհիվ էլ կայանում են մեր նկարահանումները։ Դե ինչ ժամանակն է սկսելու։ Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզանից շատ ու շատ հեռու, 7 ծովի մյուս ափում կար մի աշխարհ։ Այնտեղ ծաղիկներ կան չքնաղ ու բյուրազան ծաղիկներ, թիթեռնիկների պես փռված ու թրթռուն ժայռերի ու դաշտերի վրա։ Եվ նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը։ Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ, մանուկների պես, որ թռչկոտում էին, քարից քար, ծաղիկները համբուրելով։ Բայց այնտեղ մարդիկ չար էին ու անգութ։ Մի որ աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ։
Գիշերը տեղ չուներ գլուխը դնելու եւ հաց չուներ ուտելու։ Նա մենակ էր, ինչպես մի թռչուն, ամայի ժայռերի մեջ, եւ նա մեծացավ բոլորի աչքի առջև, անտես ու անհայտ, կերակրվում էր դաշտի բույսերով եւ պատսպարվում էր անձավների մեջ, բայց բոլոր մարդկանցից ծածուկ իր մատիկներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը եւ տեսնում էր, որ քարից են այդ սրտերը, քար ու ապարաժից, ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ երկիրը եւ ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար, հասավ մի ծովափ եւ երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքի մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ հոգեվարքի մեջ, թալիկ տալիս։ Պատանին գրկեց ձուկը եւ քնքշությամբ տարավ բաց թողեց ծովի մեջ։ Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ ասաց մարդու լեզվով. «Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն»։ Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց. «Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ»։ Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր եւ գնա մարդկանց մեջ երգիր։ Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ այդ քարը սիրտ դարձավ։ Այսպես խրատեց ձուկը եւ փաթաթվելով ալիքների հետ սուզվեց ծովի խորքը։ Պատանին իսկույն կտրեց եղեգն, սրինգ շինեց եւ սուլեց, այնպես քաղցր, այնպես հոգեգրավ, դուրս հորդեցին հնչյունները սրենգի փողից, որ բոլոր թռչունները լուր կեցան լսելու համար, ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաք, կանգնեց հրապարակում եւ սրինգը նվագեց, քնքուշ ու գեղեցիկ, ուղղակի սրտի խորքից դուրս ցայտեցին հյութական անուշ հնչյունները։ Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ անտուն գիշերները մերկ տնանքների։ Նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտերունչ մենակությունը լքված որբերի, եւ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիտ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը։ Ամեն մի սիրտ քայթվում էր իր անգթությամբ եւ բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես ուզվում էր եւ ափերից դուրս թռչում։ Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան եւ մեռնել նրա համար։ Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն եւ առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ։ Գրկեցին ու համբուրեցին նրան եւ առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին։ Իդա, դուր եկավ քեզ այս հեքիաթը։ Այո, Դու ծանոթ էիր այս հեքիաթին։ չէ։ Ոչ։ Իսկ ինչը քեզ դուր է։ Առհասարակ դու գիտեիր, որ Ավետիք Իսահակյանը հեքիաթներ ունի գրած։ Այո։ Գիտեիր։ Գիտես, շատերը չգիտեն, շատ երեխաներ չգիտեն, որ նա նաև հեքիաթներ է գրել։ Դե դրանք շատ չեն, ինչպես նրա այլ ստեղծագործություններ, բայց ունի հեքիաթներ։ Իսկ այս հեքիաթում քեզ ինչը դուր եկավ։ Ինձ դուր եկավ, որ նրանք տեսան, որ պատանին մենակ է եւ աղքատ։ Այո, վերջում հասկացան, բայց տեսնում ես, պատանին ասում էր, քար սրտերը նրանց կուզեմ, որ փափկի։ Երբեմն մենք մտածում ենք, որ դիմացինը սիրտ չունի, բայց շատ բան կախված է հենց մեզնից արևիկ։ Միգուցե մեր արարքի շնորհիվ մենք կարողանանք փափկեցնել նրա սիրտը։ Մենք չպետք է միանգամից հրաժարվենք, ասենք, որ նա լավ մարդ չի, որովհետև քար սիրտ ունի։ Տեսնում ես, այստեղ տղան շատ համբերատար
ինչ արեց սրինգով, կարծես բոլորի սրտերը փափկեցրեց եւ նրանք նկատեցին, որ իրենց շուրջը ապրում է մի մարդ, որը իրենց պես մարդ է, բայց շատ դժվարություններ ունի եւ իհարկե հասկացանք, որ պետք է օգնեին արդեն տղային, նա մենակ չէր, բոլորի սրտերը փափկել էր։ Դե ինչ կարծում եմ կյանքում էլ մենք էլ կփորձենք միշտ լավ վերաբերվել մարդկանց եւ նկատել դիմացինի առանձնահատկությունները։ Իդա ինչ որ բան ունես ավելացնելու։ Այո, ուզում եմ ավելացնել, որ թող գան այստեղ կարդան ու ես լավ հեքիաթներ իմանամ, որովհետև ես չգիտեի, որ սենց հեքիաթ կա, ես մենակ ուրիշ հեքիաթներ գիտեի, որ ունի։ Այո, ճիշտ ես ասում, սիրելի փոքրիկներ, դուք էլ կարող եք միանալ հեքիաթի սենյակին։ Մենք ընդհանրապես չենք նայում, թե դուք ինչպես եք կարդում։ Եթե դուք մեծ ցանկություն ունեք, կարող եք գալ եւ այստեղ միասին կընթերցենք։ Դե ինչ Արևիկ։ Հիշեցնենք, որ այս ընթացքում մեզ հետ էր եղել Դանելյան Art Studio-ի սան Հասմիկը, ով պատկերել էր մեր երևի թե հերոսը։ Սիրելի փոքրիկներ, մոտեցավ հրաժեշտի պահը, բայց մինչ այդ ուզում ենք հիշեցնել, որ դուք կարող եք գրել ձեր առաջարկները, խորհուրդները մեր Instagram-յան էջին, ինչպես նաև YouTube-ում, կարող եք YouTube-ում դիտել հեքիաթի սենյակը, նաև գրել ձեր առաջարկները։ Եվ ուզում ենք շնորհակալություն հայտնել Club Capital-ին, որի շնորհիվ էլ կայանում է մեր հաղորդումը։ Երեխաներ, եկեք բոլորս միասին ցտեսություն մաղթենք փոքրիկներին։ Ցտեսություն։